Գյումրիում իշխանազրկել ՔՊ-ին, սա Մայր Հայաստան դաշինքի նվազագույն նպատակն է, առավելագույնը հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը դարձնել զարգացող, ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը Մուշ 2 եւ բուլվարային թաղամասերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ որևէ դեպքում չեն համագործակցի ՔՊ-ի եւ Եվրոդաշինքի հետ։ Վերջինը Գյումրիից ռուսական ռազմակայանը հանելու վտանգավոր հայտարարություն է արել։ Համախոհների մեծ բանակը համալրում են բանիմաց երիտասարդներով, որ մարտի 30-ին քվեարկեն 4-րդ համարի օգտին։ Միացեք, որ փոխենք, հիշեցրել են կարգախոսը։ Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչները Գյումրու քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ նախընտրական իրենց ծրագիրը ներկայացնում են Մուշ 2 եւ բուլվարային թաղամասերի բնակիչներին։ Մեր համար կարմիր հոծ գծով գծված է, որ ոչ մի պարագայում չենք միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Որևէ դեպքում չեն համագործակցի կադրային, արտաքին քաղաքականությունը ձախողած, Արցախ նորացած երկրի դռները թշնամու առաջ բացել պատրաստվող իշխող ուժի հետ, նշել է Մայր Հայաստանի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը։ Չենք համագործակցելու իրենց կցված Եվրոդաշինք միավորման հետ, որովհետև շատ վտանգավոր հայտարարություն են արել, հայտարարելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Դա մեր համար անընդունելի է, դա մեր համար անքննելի է, որ չկա հաշվարկ, չունեն ապացույց, որ ռազմաբազայի բացակայության պարագայում քաղաքը վնասներ չի ունենալու, աղետի չի ենթարկվելու, նույն արհեստական աղետը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ։ Որ հնարավոր լինի իշխանազրկել ՔՊ-ին, Կարեն Սիմոնյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին միասնության կոչ է արել։ Միայն ընդդիմության միավորվելով է հավանական քաղաքացիական պայմանագրին իշխանազրկել։ Միացեք, որ Գյումրին դարձնենք զարգացող մշակութային քաղաք-կառավարումը թափանցիկ եւ արդյունավետ կոչով գյումրեցիներն են դիմել Մայր Հայաստանի ավագանու ներկայացուցիչները, հիշեցնելով քվեաթերթիկում իրենք 4-րդն են։ Ոչ եմ անում ամբողջ Գյումրի քաղաքի երիտասարդներին միանալ այս թիմին, քանզի իրենց կարիքը այստեղ կա, քանզի իրենց, այսպես ասած, առաջադեմ հայացքները մեզ պետք են, կրեատիվ լուծումները մեզ պետք են։ Բոլոր Գյումրու երիտասարդներին կոչ եմ անում։ Մենք ունենք ձեր կարիքը, միացեք, համալրեք մեր շարքերը։ Ուրեմն ինչ կասեմ։ Մենք նաև մեր գործով ենք ապացուցել, որ կողմնակից ենք քաղաքի ծայրամասերի զարգացմանը։ Արմեն Հովակիմյան, Լրաբեր։